դրսում պարում ենք Blackpink-ի երգերի տակ։ Ես Ռոզան էի։ Ողջույն, մեր շատ սիրելի հետևորդներ։ Ողջույն Միլենի սիրելի հետևորդներ։ Ուրախ ես, որ այսօր էլի իմ տաղավարի հյուրն ես։ Ամալի Հովանեսյանն եմ ինձ զգում։ Դու ինչի մասին։ Ուզում ենք ձեզ պատմենք մեր մանկությունից մի քանի բաներ, թե ինչ ենք արել մեր մանկությունում, որ չեն անում հիմիկվա երեխաները։ Ես սկսեմ առաջինը։ Մենք կազմակերպում էինք մեր շենքի երեխեքով կոնցերտ, դրսում պարում ենք Blackpink-ի երգերի տակ։ Ես Ռոզան էի։ Լիլոն Ջենին էր։ Լիլո, եթե այս վիդեոն նայում ես, կոմենտ գրի։ Մի խոսքով, մենք 4 ընկերուհիներով մենք փորձերը անում էինք, վերջում հենց հրավիրատոմսեր պատրաստեցինք, դռներին կպցրեցինք ու պատկերացրեք, որ շատ մարդ էր եկել։ Համարյա սաշենք։ Ունիսի մեկն էր։ Մենք պարում էինք Blackpink in your area։ Ինչ կհիշես, օրինակ դու, որ արել ենք մենք։ Ինքն ինչի շատ մեծ է։ Ես իրանից 6 տարի մեծ եմ, բայց ինքը իմ հետ հավասար այդ ամեն ինչին մասնակցել է։ Բան, այս ժամերին, ժամը 9-ի կոմերը, գիշերը հելնում էինք հալամուլ էինք խաղում։ Զոմբի։ Կողմիլիցա։ Բարբեր պատեր ունեինք։ Մի պատը բախկվոցի համար, մի պատը հալամուլ էր։ Ճիշտ ասում։ Մեր շենքի դիմացը կա սեփական տներ, այդ սեփական տները, որոնք որ վաճառվում էին, դատարկ էին ու դռները բաց էին, այսինքն չէին փակում էլի, մենք հանգիստ դուրսը ներս էինք անում այդ սեփական տան մեջ ու ամեն մեկս այդ սեփական տան մեջ մեր բախկվելու տեղ ունեն։ Եթե մի օր որոշեին այդ տան տերը գային դուռը փակեին այդտեղ, մենք կմնանք այդ տան մեջ պրոստը։ Ես հիշում եմ Կարմիր 06-ը, որ այս պատուհանը ջարդած էր, մտնում, ով դուխով էր մտնում ու տեղ էր բախկվում։ Այնց ռիսկային էր, որ մտներ կարող է հետո չկանայի։ Դուռը չէր էլ բացվում, լուսամուտով էինք մտնում։ Ճիշտ է։ Լուսամուտով էինք մտնում հելում։ Ասենք եթե ինչ որ խաղ էինք խաղում, որտեղ զույգերով էր ու անգելը ասենք ավելորդ էր, տենց ասում էի անգ։ Դե լես լավ, ինչեւ էր լս։ Դե մեկ եղել է որ ավելորդ լինես։ Պիտուշ էինք գցում ամեն խաղին, նեղանում գնում էր պատի տակ լացում էր։ Բայց ոչ մեկը շադրություն չէր դարձում, ինչեւ այն պահը, երբ մաման ձեն էր տալու, ասում էր, եթե չխաղացնես տուն եք ելնում։ Այդտեղ Ուտեմ քեզ։ որպեսզի վիդեոն շատ երկար չլինի ու նայվի, սա մաս մեկով կտեղադրեմ, բայց Երկուսում կլինի մամայի արտահայտությունները թոփին։ ոնց ինքը մեզ տուն էր կանչում բախացնելով։ Խոսքով, եթե ուզում եք մաս երկուսի համար գրեք կոմենտներում։ Իա, ասեմ, մեկն ու մեկ օրինակ։ Ասում էիր պապա տա կանչում, հելնում ենք, տենում ենք պապան քնած է։ Ճիշտ է ասում։ Այսօրվա համար այսքանը կհանդիպենք մաս երկուսում։